Վեհափառ Հայրապետի խոսքերը, որոնք միգուցե այդ պահին մեզ համար ավելի զուսպ էին, քան մենք ուզում էինք, արդեն հանգիստ պայմաններում կարդալու դեպքում նշանակում էին, որ զանգը հնչելու է եւ զանգը կոշտ է հնչելու եւ զանգը հնչելու է ոչ միայն Հայաստանի ներսում գտնվող հայերի համար, զանգը հնչելու է համայն հայության համար եւ մինչեւ զանգի հնչելը մենք պետք է պատրաստ լինենք։ Եթե աշխարհիկ մարդիկ իրենց կարող են թույլ տալ արտահայտություն, որ մենք ընդունում ենք մարտահրավերը, եկեղեցին ավելի կաշկանդված է։ Դա տեսեք քաղաքական գործի եւ դիվանագետի տարբերության շրջանակներում է, կոպիտ համեմատությամբ տեղավորվում։ Եթե քաղաքական գործիչը կարող է իր ելույթում կիրառել շատ ավելի սուր քայլ արտահայտություններ, դիվանագետը բնականաբար պետք է մտածի։ Դիվանագետից ավելի զուսպ պետք է լինի եկեղեցին։ Վեհափառ Հայրապետին անկեղծ ասած աջակցությունից բացի ես նաև խնդրանք ունեմ, որ որևէ կերպ հետ չկանգնի այն ճանապարհից, որի վրա մենք այսօր բոլորս կանգնած ենք։ Մենք ամբողջ անցած տարին Բագրատ Սրբազանի հետ միասին մեծ պայքարի մեջ էինք, նրան աջակցում էին սրբազաններ, նրան աջակցում էին մեծ թվով հոգևորականներ, բայց եկեղեցու պաշտոնական աջակցությունը այդպես էլ Բագրատ Սրբազանը չստացավ, ինչը շատ-շատերի համար անհասկանալի էր։ Գուցե եկեղեցու քաղաքականության մեջ տեղավորվող էր, բայց այդ չմիանալու արդյունքն է այսօրվա Նիկոլ Փաշինյանի այս անբռնազբոս պահվածքը, այդ զուսպ եւ կշռադատված քաղաքականությունն է, որ անցած տարի Բագրատ Սրբազանը չհանձնվեց, բայց եւ չստացավ աջակցությունը, որը սպասում էր ժողովուրդը։ Ես չգիտեմ, գուցե Սրբազանը սպասում էր, գուցե չէր սպասում։ Նա բազմիցս կրկնել է, որ իր անձնական պայքարն է, բայց երբ հոգևորականները առաջնորդում էին երթը, Հայ առաքելական Սուրբ եկեղեցին պետք է կանգնած լիներ ամբողջ կազմով կամ գոնե այն գործիքներով, որոնք հասանելի էին, որպեսզի հասկանայինք, որ սա եկեղեցու պայքարն է։ Մեկ այլ փաստ, որը շատ է խոսվում, Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձները հմեկից հանելուց հետո գոնե կարելի էր Նիկոլ Փաշինյանին չհրավիրել Մայրաթորի վերահոսմանը, տաճարի վերահոսման արարողությանը, այսինքն դիմացդ մարդ չէ, ով հասկանում է արարողակարգը, դիմացդ մարդ չէ, ով հասկանում է, որ դու իրեն հրավիրում ես, որովհետև դու վեհ ես, որովհետև դու աստվածահաճո ճանապարհի վրա ես, որովհետև դու համայն հայության կողմից ընտրվածն ես, իդեպ միակ ընտրվածը այս պահին։ Դիմացինը դա ընկալում էր որպես թուլություն եւ դրա համար հիմա կատարվում է այն, ինչ կատարվում է։ Ուստի եւ խնդրանքս է որպես Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հնազանդ հետևորդ հետ չկանգնել ճանապարհից, որի վրա մեզ բերեկանգնեցրել է ժամանակը եւ պատմությունը։